Ողջույն բոլորին եւ բարի գալուստ մեր ալիք։ Այսօր ձեզ համար պատրաստել ենք Ելենա Արշակյանի «Տաքսիստը» հեռուստասերիալի հերթական, ծայրահեղլարված էմոցիոնալ ցնցումներով եւ արդարության հաղթանակով լի վերլուծական թողարկումը։ Իրադարձություններն այնպիսի դաժան ու անկանխատեսելի ընթացք են ստացել, որ հերոսների իրական դեմքերն ու ստերը վերջապես բացահայտվում են։ Հարմար տեղավորվեք, որովհետև մենք սկսում ենք մանրամասն քննարկել սերիալի ամենաթեժ դրվագները։ Թվում էր, թե Մանեի էժանագին դերասանություններն ու ներկայացումները դեռ երկար են մոլորեցնելու Մինասին, սակայն ամեն ինչ ընթանում է բոլորովին այլ հունով։ Հասկանալով, որ Մինասը հեռանում է եւ ինքը կորցնում է իր եկամտի գլխավոր աղբյուրն ու հովանավորին, Մանեն դիմում է ծայրահեղ մանիպուլյացիայի։ Նա դիտավորյալ բաց է թողնում իր հյուրանոցի համարի դուռը, կոտրում է ապակե բաժակն ու ճչալով ընկնում գետնին։ Ամեն ինչ կատարելապես հաշվարկված է։ Հավաքարարը լսում է ձայնը, մտնում ներս եւ ահաբեկված զանգահարում Մինասին։ Խայծն աշխատում է, Մինասն իսկույն շտապում է նրա մոտ։ Հանգստացնում է կեղծավոր դերասանուհուն եւ նոր միայն վերադառնում տուն Սեդային օդանավակայան ճանապարհելու համար։ Բայց կյանքն ունի իր դաժան, արդար հեգնանքը։ Քիչ անց Մանեի մոտ է գալիս նվերը, քննարկելու իրենց հաջորդ մութ անելիքները, եւ հենց այստեղ է աշխատում բումերանգի օրենքը։ Նրանց պատահաբար նկատում է մեքենայով անցնող Սյուզին։ Վերադառնալով տուն, Սյուզին այս շոկային լուրը հայտնում է Մինասին ու Սեդային, փաստելով, որ Մանեն, ով օրեր առաջ Սեդայի մոտ զոհ էր ձևանում ու լալիս, թե նվերն իրեն օգտագործելու դեն է շպրտել, իրականում շատ մտերիմ հարաբերությունների մեջ է այդ նույն նվերի հետ։ Այստեղ արդարությունը հաղթանակում է։ Մինասը հայտնվում է կատարյալ շոկի մեջ։ Նա, ով խաբեց իր սեփական կնոջը եւ դավաճանեց նրան Մանեի հետ, հիմա ինքն է խաբվածի կարգավիճակում։ Ինչպես ժողովուրդն է ասում, գողը գողից գողացավ, Աստված տեսավ, զարմացավ։ Ահավոր զայրացած եւ խոցված ինքնասիրությամբ Մինասը կրկին գնում է Մանեի մոտ։ Նա ցինիկաբար նկատում է, որ Մանեի գլուխն արդեն չի պտտում եւ ամեն բան կարգին է։ Երբ Մանեն փորձում է խաղալ անմեղություն, Մինասը միանգամից դեմքին է շպրտում ճշմարտությունը, ասելով, որ գիտի նվերի հետ հանդիպման մասին։ Տեսնելով, որ սովորական ստերն այլևս չեն աշխատում, Մանեն կայծակնային արագությամբ փոխում է մարտավարությունը։ Շարունակելով իր զոհի կարգավիճակը, նա սկսում է դառը արտասվել եւ խոստովանում է ամենասարսափելին։ Նվերն իրեն ստիպում է թունավոր փոշի լցնել Մինասի բաժակի մեջ։ Այս խոստովանությունը ոչ միայն փրկում է Մանեին տվյալ պահին, այլև Մինասի ողջ ցասումն ուղղում է դեպի նվերը, սկիզբ դնելով երկու տղամարդկանց միջև իսկական պատերազմին։ Մինչ Մինասը փորձում է գլուխ հանել այս մահացու ինտրիգներից, Սեդան վերջապես մեկնում է անապա, ընդառաջ իր անցյալի ամենամեծ գաղտնիքների։ Սակայն Հարութը, ով պատրաստ է աշխարհի մյուս ծայրը գնալ հանուն իր սիրո, չի պատրաստվում հանձնվել։ Նա խելագարի պես ներխուժում է Մինասի տուն եւ Սյուզիից պահանջում ասել Սեդայի տեղը։ Լսելով, որ աղջիկը լքել է երկիրը, Հարութը հայտնվում է շոկի մեջ, բայց նրա համառությունն արդարացվում է։ Քիչ անց Սեդան վերջապես պատասխանում է նրա զանգին եւ խոստովանում, որ գտնվում է անապայում։ Առանց մեկ վայրկյան անգամ տատանվելու կամ իր սեփական խնդիրների մասին մտածելու, Հարութը որոշում է մեկնել նրա հետևից։ Նրա այս քայլն ապացուցում է, որ իրական սերը ոչ մի խոչընդոտ չի ճանաչում, եւ նա պատրաստ է անձամբ պաշտպանել Սեդային ցանկացած վտանգից։ Իսկ դուք ինչ եք կարծում, հարգելի հետևորդներ, ինչ դաժան քայլերի կդիմի Մինասը նվերի դեմ, իմանալով թունավորման այս սարսափելի ծրագրի մասին, եւ արդյոք նա կրկին կհավատա Մանեի արցունքներին ու կների նրան։ Շնորհակալություն մեր վերլուծությանը հետևելու համար։ Կհանդիպենք հաջորդ թողարկման ժամանակ նոր եւ ավելի թեժ բացահայտումներով, իսկ դուք չմոռանաք գրել մեր հարցի պատասխանը։